Այսքան մերգ ներկայացված իշխանության առջև ինչու ընդդիմությունը այսքան բարակդված է եւ անորոշ է։ Փաշինյանը դարձել է մի գործիք Ալիևի ձեռքում, որը զբաղված է Հայաստանի պատմամշակութային ինքնության ապամոնտաժման։ Այն ժամանակ կար մի հատ կարևորագույն գաղափար, կարևորագույն նպատակ, որի համար մեր ազգը համախմբվեց։ Հիմա էլ այդպեսի նպատակ պետք է ձևավորենք եւ այդ նպատակը պետք է լինի Հայաստանը որպես անկախ պետություն, ինչը նշանակում է անկախ ինչ որ իմաստով բոլորից պահպանելու գաղափար։ Օրինակ եթե դու գլայիք իշխանության մեջ եւ այս խայդարակ բարդութենեն յետք, երբ Ադրբեջանի հետ ոչ թե խաղաղություն կբարդատրենք, այլ խաղաղություն չագերտով գմուրանք, ինչ կրնայի գնե։ Արարատը թնել չնելու հարցը եւ Հայաստանի pedagogian ամրացման խնդիրը իրարքով ով ավելի շատ կգշրե։ Ինչքանով կարեւոր է Արարատի սիմվոլը, քան Հայաստանի անկախությունը եւ վտանգված անկախությունը։ Մինչև հիմա չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ։ Մեզ տանում են դոկտոր Գևորգյանի ճանապարհով, Հայաստանի էվթանազիայի հաճելի մահվան ճանապարհով։ Նիկոլ Ասպատյան մանրից հանձնենք, բավարարենք նրանց պահանջները, կապված ինչ էլ պահանջեն պետք է անենք։ Պետք է անենք, որովհետև ուրիշ ճար չունենք։ Նիկոլի առաջարկած ուղին մեզ խաղաղության չի տանում։ Մեզ տանում է մի խաղաղության, որի պահպանումը բացառապես կախված է Ալիևի քմաճույքից։ Այս է ամենամեծ խնդիրը։ Չի կարող կառուցվել խաղաղություն, որը կախված է Ալիևի քմաճույքից։ Բարև ձեզ Արևելքի հարտակով կշարունակենք մեր անկեղծ զրույցներու շարքը։ Այսօր մեր հյուրը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Բարի եկած եք, պարոն Զուրաբյան, այս արիտին համար շնորհակալ ենք իսկապես։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Զուրաբյան, այսքան մերգ ներկայացված իշխանության առջև ինչու ընդդիմությունը այսքան բարակդված է եւ անորոշ է։ Լավ հարց եք տալիս։ Ընդհանրապես մեր քաղաքական դաշտը ապականված է եւ դրա հիմքը կարծում եմ դրվել է 98-99 թվականից սկսած, երբ որ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները որոշեցին, որ կարելի է զբաղվել քաղաքական ինժեներինգով, այսինքն կարելի է ճարտարագիտությամբ, քաղաքական ճարտարագիտությամբ, այսինքն ստեղծել կուսակցություններ, պառակտել կուսակցություններ, գրպանային կուսակցություններ սարքել, մի կուլտուրա, որ մտավ այդ ժամանակ եւ շարունակվում է ամեն նոր իշխանություն, ոնց որ դա ամրապնդում էր, այսինքն իշխանությունները ավելի շատ զբաղված են ոչ թե սեփական կուսակցությունը կամ գաղափարախոսությունը ուժեղացնելու եւ քարոզելու նպատակներով, ինչքան հակառակորդ դաշտը փչացնելու, տրոհելու, վարկաբեկելու ծրագրերով։ Սա է, որ ստեղծել է մի հատ իսկապես ապականված դաշտ եւ իսկապես սա նաև բերել է նրան, որ շատ ֆրագմենտացված դաշտ է, շատ բաժանված դաշտ է եւ նման դաշտը շատ հեշտ տրվում է օտարածին օրակարգերին, որովհետեւ տարբեր երկրներ, տարբեր տերություններ կամ գերտերություններ միանգամից իրենց ցանցերը մտցնում են այդ դաշտը եւ ընդհանուր միջև հավաքագրելը եւ այդպես հիմա Հայաստանը կառավարվում է պառակտված օտարածին օրակարգերով։ Սա է իմ կարծիքով խնդիրը եւ ես կարծում եմ, որ Հայաստանի առողջացման եւ որպես պետության պահպանման համար ամենաառաջնային խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք նորից ստեղծել բուն հայկական օրակարգ, այսինքն մի օրակարգ, որը բխում է մեր ժողովրդի ցանկություններից եւ ոչ թե կառավարվում է օտարածին երկրների օտարածին օրակարգերով։ Էսա կհարցրեք ոնց դրա պատասխանել մոտավորապես ունեմ, դա պետք է լինի։ Ինչ պետք է լինի, այո, հաջորդ քայլը կամ այս բարակդումին ավարտը։ Ես կարծում եմ, ընդհանրապես մենք պետք է ունենանք մեր աչքի առաջ
ոչ թե գաղափարախոսության առումով, թե որոշ գաղափարախոսական էլեմենտներ կարելի է վերցնել, մեր աչքի առաջ պետք է լինի այդ 88-ի շարժումը, որովհետև 88-ի շարժման որպես մոդել, ընդ որում որպես մոդել եւ համախմբման եւ կառավարման, որովհետև շատ հետաքրքիր բան էր 88 թվի կառավարման մոդելը չէր ենթադրում մեկ առաջնորդ, ինչպես հիմա ամենտեղ առաջնորդ են փնտրում, ասում են ով պիտի ղեկավարի եւ այլն, ով է տեխնացուն, վերջը ասեք ով է տեխնացուն, նա կոլեկտիվ առաջնորդություն էր, որը կաշխատի բան Զուրաբյան այս ժամանակներում այդ մեկը շատ դժվար է երկու պատճառով։ Առաջի պատճառը այն է, որ 88-ին այնուամենայնիվ Հայաստանը տոտալ վերահսկողությունից սովետական խորհրդային այդ ռեպրեսիվ ապարատի, գաղափարախոսական ապարատի ազատվում էր եւ դեռ ինչ որ վակուումի նման մի բան էր ստեղծված, այսինքն այլ ուժեր դեռ չէին հասցրել ներթափանցել հայկական քաղաքական միջավայր եւ այդ առումով շատ նպաստավոր էր բուն հայկական օրակարգի ստեղծումը, որը ոչ մեկի կողմից չէր կառավարվում։ Հիմա մենք այդ շռայլությունը չունենք, այսինքն վակուում չկա, ամեն տեղից լցվել են ամերիկացիք էլ կան, չգիտեմ, եվրոպացիք էլ, ռուսներն էլ, թուրքերն էլ եւ այլն, բոլորն էլ կան այս խաղի մեջ եւ այս առումով իհարկե շատ բարդ է եւ կա նաեւ երկրորդ հանգամանքը, որ այն ժամանակ այնուամենայնիվ կար մի հատ կարևորագույն գաղափար, կարևորագույն նպատակ, որի համար մեր ազգը համախմբվեց։ Բայց ես կարծում եմ հիմա էլ, այսինքն նկատի ունեմ Արցախյան շարժումը, ես կարծում եմ, որ հիմա էլ այդպեսի նպատակ պետք է ձևավորենք եւ այդ նպատակը պետք է լինի Հայաստանը որպես անկախ պետություն, ինչը նշանակում է անկախ ինչ որ իմաստով բոլորից, այսինքն ոչ սատելիտ, ոչ սատելիտային պետություն պահպանելու գաղափարը։ Այսա մեզ պետք է միավորի, մենք պետք է հասկանանք, որ մենք ոչ արևմուտքի խաղալիքը կամ կցորդը կամ սատելիտը պետք է լինենք, ոչ Ռուսաստանի խաղալիքը կցորդը եւ սատելիտը կամ գործիքը պետք է լինենք, ոչ որևէ այլ երկրի, կլինի դա Չինաստանը, Իրանը, իսկ հիմա ամենահավանականը, այսինքն մեզ հիմա փաթաթում են անգամ ոչ Թուրքիայի, այլ Ադրբեջանի կառավարումը ինչ որ իմաստով։ Այդպես կնշмарեք դուք, այդպես Ես շատ դա պարզ տեսնում եմ։ Ինչու՞։ Որովհետև այն օրակարգները, որը շատ երկար ժամանակ հնչեցվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, այսինքն որ Հայաստանը պետք է ապազգայնացվի, որ ասենք հայ առաքելական եկեղեցին դա ագրեսիվ կառույց է, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, որ ընդհանրապես հայկական ազգայնականությունն է վտանգ ներկայացնում, որ անկախության հռչակագրի հղումը պետք է հանվի սահմանադրության տեքստից, որ Արարատը պետք է հանել որպես խորհրդանիշ, որում տարօրինակ է, բայց Ալիևն է այդ պահանջը դնում, ոչ թե Թուրքիան։ Բազմաթիվ նման օրակարգեր որդեգրվում են կամ արդեն որդեգրվել են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից եւ իրականացվում են։ Եվ գիտեք ինչ, եթե ասենք նման օրակարգերը օրինակի համար այդ չգիտեմ ծանոթ եք թե չէ գեղագիտական տեղորոշման, Հայաստանի գեղագիտական տեղորոշման մասին այդ կոնցեպտի, որ կառավարությունը նախագիծ է բերել կառավարության, թե ինչպես պետք է ֆինանսավորվի մշակույթը, չգիտեմ, ընդհանրապես մշակույթի հետ կապված կառույցները եւ այլն, այնտեղ ուղղակի գրած է նա մասին, որ այդ հին բանա հայրենասիրական մոդելները պետք է
դրսից փաթաթված մի կողմ դրվենք, մենք պիտի խոսենք հարևանների հետ հարաբերությունների բարելավման մասին, հաշտության մասին եւ այլն, այսինքն անգամ ստեղծվում է պետական համակարգ, որը պիտի վարձատրի նրանց, ովքեր, ասենք, Ադրբեջանի հետ հաշտության կողմնակից են եւ հակառակը մեկուսացնի նրանց, ովքեր օրինակի համար ինչ որ մի դեպքի մասին եմ գրում Ղարաբաղյան պատերազմի հետ կապված։ Սա ես համարում եմ շատ վտանգավոր ադրբեջանիզացիա երկրի եւ դա որը ворթեգրել է Նիկոլ Փաշինյանը, դա ворթեգրել է։ Նա ուղիղ այդ քաղաքականությունը փորձում է անցկացնել եւ քանի որ բնականաբար լինելու է դիմադրություն իդեմս ինչ որ պահպանողական ինստիտուտների կամ պահպանողական ուժերի ինչու միայն պահպանողական նաև ուժերի, որոնց համար ասենք այդ ուժերը օրինակ մենք չունենալով որևէ նկարտում տարածքային Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ չունենալով Խորքային տուգալ գողմ եք Թուրքիայի հետ հարաբերությունը այո, չունենալով ազգայնական ինչ որ ծայրահեղական դրսևորումներ եւ այլն, բայց մենք մեզ համար կարևոր է մեր պատմամշակութային ինքնությունը, այսինքն մենք Հայաստանը տեսնում ենք որպես պետություն, որի գլխավոր խնդիրներից մեկը նաեւ այդ ինքնության պահպանումն է, բայց մեզնից ուզում են հիմա գրում է գրող այդ ինքնության դեմ, այսինքն եթե ասենց տեսնենք այդ տենդենսները, մենք տեսնում ենք, որ Փաշինյանը դարձել է մի գործիք Ալիևի ձեռքում, կարելի ասել 5-րդ հենասյուն, որը եկել է իշխանության, որը զբաղված է Հայաստանի պատմամշակութային ինքնության ապամոնտաժմամբ։ Բնականաբար դա դիմադրությունն է, ասում եմ, նաև անգամ մեր նման ուժերի մոտ առաջացնում, իսկ այդ դիմադրությունը կոտրելու ձևը դա արդեն ժողովրդավարության խախտումն է, որին եւ մասսայաբար հիմա անցել է այս իշխանությունը։ Գիտեք, պարոն Զոհրաբյան, ես կրնամ հասկանալ ձեր մտահոգությունները, նույնիսկ հարգել, բայց յուրաքանչյուր կողմ, որ խաղաղության խոսույթով գուզե վարել երկիրը եւ անշուշտ պահպանել իր իշխանությունը, ինչ կրնա թնել Ադրբեջանի առջեւ։ Օրինակ, եթե դու գլայիք իշխանության մեջ եւ այս խայդարակ բարդուտենեն յետ երբ Ադրբեջանի հետ ոչ թե խաղաղություն կբարդատրենք, այլ խաղաղություն չագերտով գմուրանք, ինչ կրնայի գնել։ Այսինքն Արարատը թնել չնելու հարցը եւ Հայաստանի pedagogian ամրացման խնդիրը իրարքով ով ավելի շատ կգշրե։ Ինչքանով կարեւոր է Արարատի սիմվոլը, քան Հայաստանի անկախությունը եւ վտանգված անկախությունը, որ այսօր վտանգի մեջ ենք մենք տագավի։ Բայց ես ուզում եմ մի բան հասկանալ, եթե ինքնություն քեզ պարտադրում են հրաժարվել քո ինքնությունից, արդյոք սա անկախություն է։ Մեր բաբերը Ուրֆայի մեջ, պարոն Զոհրաբյան, հրաժարած են իրենց քրիստոնեական ինքնութենեն, որ չմեռնին։ Օրինակ։ Հիմա մենք այդ ճանապարհով ենք գնում։ Հիմա ոչ։ Ասեն Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է այդ ճանապարհով։ Ես ուղղակի փաստը դա հենց Հայաստանի էվթանազիայի, այսինքն հաճելի մահանալու գործընթացն է։ Դոկտոր Ջեք Գևորգյանի այո։ Այո։ Հիմա եթե որոշել է Նիկոլ Փաշինյանը ստանձնել դոկտոր Գևորգյանի դերը Հայաստանի համար, դա մեզ համար ընդունելի բան չի։ Լուծումը ո՞րն է։ Դուք եթե ասենք իշխանավոր եք եւ լուծումը հետեւյալն է։ Նախ մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի հետ դուք էլ գիտեք, որ 91 թվականից սկսած մենք միշտ հետևողականորեն քարոզել ենք հաշտությունը Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մենք ասել ենք, որ պետք է գնալ հաշտության ուժի դիրքերից, երբ որ քո դիրքերը հնարավորինս հզոր են եւ ցավոք սրտի այս մեր քաղաքականությունը հասարակության կողմից, ընդդիմության կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության կողմից չընկալվեց։ Չուզեց մեր հասարակությունը, չեմ չուզեց։ Կամ չհավատաց, չեմ գիտեր, որ մեկն է։ Մենք շարունակում ենք մնալ նույն թեզերով, այսինքն մենք էլ ենք համարում, որ մեր անվտանգության գլխավոր երաշխիքը պետք է լինի կարգավորումը մեր հարաբերությունների, մեր բոլոր հարևանների հետ, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի։
բայց եկեք հասկանանք, եթե այն խաղաղությունը, որ մեզ առաջարկում են, ընդ որում ասեմ, մինչև հիմա չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ, ինչը նշանակում է, որ ինչքան էլ խոսում են խաղաղության մասին, դեռ պարզ չի խաղաղությունը, այդ խաղաղությունը ինչ զիջումների գնով պետք է ձեռք բերվի։ Հա։ Հիմա մենք տեսնում ենք, եթե մեր դիրքորոշումը հետևելն է, հաշտություն այո, բայց այդ հաշտությունը ձեռք բերելու համար անպայման չի վճարել մեր Հայաստանի էվթանազիայով եւ ինքնության ոչնչացումով։ Ավելին, նման խաղաղություն երևի իմաստել չունի։ Իմաստուն, հա, իհարկե, ասենք դաժանաբար տառապող հիվանդի համար միգուցե էվթանազիան ընդունելի փրկություն է, բայց մենք պետք է խոսենք փրկության մասին, մենք այդ փրկությունը մենք համարում ենք, որ Հայաստանը կարող է փրկվել ոչ թե հաճելի մահով, այլ կարող է փրկվել կայանալով որպես հայ ազգի պետություն։ Մենք սրան հավատում ենք։ Մենք գիտենք, որ դա հնարավոր է անել։ Բայց դրա համար պետք է հզորացնել երկիրը, դրա համար պետք է վերականգնել որոշակի կոալիցիաներ արտաքին հարաբերություններում, եւ դրա համար մենք առաջարկում ենք մեր ծրագիրը խաղաղության, որն է Զանգեզուրի միջանցքը փոխարինել Զանգեզուրի հանգույցով։ Ինչն է դրա գաղափարը։ Դրա մեխը Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումն է, որի ամբողջ հիմնավորումը մենք ունենք, որը այն ժամանակվա գնահատականներով 2016 թվականի գնահատականներով կարժենա մոտ 3.2 միլիարդ դոլար, դա գնահատված է չինացիների կողմից եւ այսին homework մը գա այդ ուղղությամբ մարդիկ ամեն ինչ պատրաստ է թունելների հաշվարկը բաների կամուրջների հաշվարկը ամբողջ փաթեթը մանրամասն փաթեթը ստեղծված է եւ այդ ամբողջ փաստաթղթավորումը կա մեր ձեռքում։ Ինչու ընդդիմությունը չորթեքրեր այս խոսույթը, օրինակ վերջերս նախագահ Քոչարյանը խոսեցավ ոչ թե այս մասին, խոսեցավ այլ ընդունեց այս միջանցքի, ասենք, ճագերդով կարևորությունը, միայն արարգեց, որ կարճ է պետք է երկարացնել եւ Հայաստանի, ասենք, հատվածը Իրանի հետ ավելի հանգիստ լինի։ Դե եթե ինչ վերաբերում է Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իրենց դժվար է դա անել, ինչու՞։ Որովհետեւ հարցը ցակում, բայց ինչու՞ չէի կարել։ Մինչև հիմա։ Հա, ասենք Քոչարյանի ժամանակ ընդհանրապես այդպես պլանավորում չի եղել։ Բայց Իրանի հանդեպ ինչ որ դրական բաներ ա ուղարկվում։ Ճիշտ է։ Բարոն Քոչարյանը։ Չէ, բնական է, եւ պետք է ուղարկվի, հարցը դա չի, բոլորն էլ պետք է Իրանին հետ ինչ որ համագործակցության տարբերակներ փնտրել, որովհետեւ Իրանի հետ մեր տնտեսական համագործակցությունը դա եւ նկատի ունեմ առաջին հերթին կոմունիկացիաները, դա մեր գոյության հարցն է, որովհետեւ մենք պետք է եկեք մի բան շատ հստակ հասկանանք։ Եթե իրագործվում է այս տրիպի էս, ասենք իրագործվում է, չնայած այդտեղ էլ կան ստորգետնյա, հա, քարեր, մենք հասկանում ենք, որ ինչ է որտեղ մենք հասկանում ենք, որ աշխարհակահական լարվածություն կա այստեղ, այս իրականում ոչ թե բանը Ադրբեջան-Հայաստան հաշտություն է, այլ սա, ասենց ասեմ, բրիտանա իսրայելական ադրբեջանա-թուրքական պրոյեկտ է։ Մենք եկեք չմոռանանք ոնց ծնվեց այս պրոյեկտը։ Այս պրոյեկտը ծնվեց Վիտկով Ալիև Բիբի Նետանյահու բանակցություններից, չէ, բանակցություններ։ Ամեն անգամ երբ որ Վիտկովը եկել է Պուտինի հետ հանդիպել է Մոսկվայում, մյուս օրը թռել է Բաքու։ Որից հետո այդ Թրամփի շրջապատը Վիտկովը, Կուշները եւ այլն բոլորը խոսել են մեկնել են Տել Ավիվ, հա, իսկ բացի դրանից էդ էլ չգիտես ինչի բաց են թողել, ինչ լուրջ կոնտակտներ են եղել Ալիևի եւ Բիբի Նետանյահուի միջև, ասենք իր օգնական Հաջիևին Բիբի Նետանյահուն ընդունում էր բարձրագույն պատվով եւ հետո
քննարկում էր, ինչ են քննարկում, սա են քննարկում։ Սա ասել գուզեք այս բոլորը ուղղված են Իրանի դեմ։ Այս բոլորը ուղղված է Իրանի Եվ Իրանը անհանգիստ է։ Եվ Իրանը անհանգիստ է։ Եվ սա ստեղծում է աշխարհաքաղաքական ռիսկեր, որովհետև միգուցե այսօր Իրանը մի քիչ նեղ վիճակի մեջ է։ Թույլ չէ, բայց ասպես Իրան կզսպի, բայց ակնհայտ է, որ ինքը չի ցանկանա սա հանդուրժել, այսինքն սրա դեմ գնալու է աշխատանք։ Եվ ոչ միայն Իրանը, Ռուսաստանը, իսկ ով ասեց, որ Հնդկաստանը ու Չինաստանը շատ գոհեն է կարգավորմամբ։ Այսինքն մի ամբողջ ալտերնատիվ աշխարհաքաղաքական միավորման BRICS-ի շահերը արհամարված են այս պրոյեկտում։ Ինչը ասում եմ, ստեղծում է աշխարհական ռիսկեր, պայթյունավտանգ իրավիճակ։ Հետևաբար, մեր առաջարկը ինչ է։ Մենք որ առաջարկում ենք այս բանը, Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումը, որը ասեցի 3.2 միլիարդ դոլար է գնահատված, ասում եմ, թող լինի 4-5 հիմա նոր հաշվարկներով, դա գումար է, որը Հայաստանը անգամ ինքը կարող է կառուցել իր, ասենք, պարկ վերցնելու շնորհիվ։ Եվ դες ասեմ, միջև հիմա Հայաստանը երբ որ պարկ կա վերցրել, պարզ չի եղել, թե ինչի վրա է ծախսել դա։ Այսինքն ինքը իրականում ծախսել է թոշակները փակելու, բյուջեի ծակերը փակելու վրա, մինչդեռ բոլոր տնտեսագետներին կամ ընդհանրապես ուղղակի ռացիոնալ մտածող մարդկանց համար հասկանալի է, որ եթե դու պարկ ես վերցնում, դու այդ պարկով ոչ թե պետք է քո օրվա հոգսը տանես, այլ դու պետք է այդ պարկը օգտագործես ինչ որ տնտեսական զարգացման գործիք ստեղծելու համար։ Մենք դες բան չենք արել։ Նիկոլ Փաշինյանի օրոք արդեն 8.5 միլիարդ դոլարի պարկ է ավելացել եւ արդյունքում մենք որևէ գործիք, որը թույլ կտար մեզ հետագայում այդ պարկի սպասարկումը կատարել կամ այդ պարկը հետ վերադարձնել, մենք չենք ստեղծել։ Սա ճանապարհը դեպի ինչ ասեմ, պարկային փոս, որից շատ դժվար է դուրս գալ։ Մեր առաջարկը այն է, որ եթե ես չեմ ասում, որ անպայման մենք մեր գումարներով կառուցենք, ես ասում եմ, որ դա մենք կարող ենք անել անգամ մեր գումարներով, պարկ վերցնել, կառուցել այդ տնտեսական զարգացման գործիքը, բայց ես կարծում եմ, որ ստե մենք կարող ենք ստեղծել միջազգային կոնսորցիում BRICS-ի երկրների մասնակցությամբ, ինչու՞ չէ, եթե պետք է շահագրգռել նաև Թուրքիային, Ադրբեջանին, Միացյալ Նահանգներին, որ այդ կոնսորցիումի աշխատանքներին միանան, որպեսզի մենք կարողանանք այդ միակողմանի Ադրբեջանի սպասարկման այդ երկաթուղից անցում կատարենք դեպի մի հանգույց, որը եւ Ադրբեջանի շահերն է սպասարկում եւ Հայաստանի շահերն է սպասարկում։ Հիմա նայեք, հիմա ասենք այս սաղ ռիսկերը մի կողմ դնենք, ասենք հաջողվեց տրիպը, կառուցեցին այդ երկաթուղիները, բացվեցին բոլոր ճանապարհները եւ այլն, հա լավ, ված չի, բայց եկեք ասենք անգամ այդ կառուցված խաղաղության մեջ ինչ ռիսկեր կան, բացի նրանից ինչ որ այդ էվտանազիայի մասին որ խոսեցի, ինչ ռիսկեր կան։ Այդտեղ շատ կարևոր ռիսկը հետևելն է։ Մենք դառնում ենք Ադրբեջանից եւ Թուրքիայից ահավոր կախվածության մեջ գտնվող երկիր, որովհետեւ մեր բոլոր կարևոր ճանապարհները, մեր երկաթուղին դեպի Ռուսաստան, մեր երկաթուղին դեպի Չինաստան, մեր երկաթուղին դեպի Իրան, մեր հասանելիությունը Պարսից ծոցի կամ Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ, մեր հասանելիությունը միջերկրական նավահանգիստներ, այդ բոլոր հարցերում մենք կախված ենք լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի բարի կամքից։ Սա երկու հետևանք է ունենալու։ Տնտեսական, որովհետեւ երբ որ դու կախվածության մեջ ես, քեզ կարող են տրանզիտային բարձր գներ թելադրել։ Եվ երկրորդը, ասենք իրենք այնուամենայնիվ էժանացում են։ Ինչի հաշվին պետք է էժանացնեն։ Ինչ որ քաղաքական պահանջների կատարման հաշվին, չէ։ Սա նշանակում է, որ իրենք ինչպես հիմա թելադրում են անվտանգության սպառնալիքներով թելադրում են իրենց ուզած մոդելը կառավարման Հայաստանում եւ որոշումները Հայաստանում կշարունակեն այդ նույն բանը անել արդեն տնտեսական լծակներով։ Այսինքն մենք դառնալու ենք վասալային պետություն,
բացարձակապես կախված Ադրբեջանի քմաճույքից, Թուրքիայի, դե Թուրքիան ուղղակի այդ չել խառնվի, սա Ադրբեջանին կտա։ Հիմա մենք այն ինչ որ մենք ենք առաջարկում, հենց այս ապագա խաղաղության մեզ համար ընդունելի տարբերակն է։ Եթե մենք ստեղծում ենք այդ հանգույցը, այսինքն նաև երկաթուղին կապում ենք Իրանի հետ, առաջիկայում նաև այդ պետք է լրացվի, ասենք, ռուս-վրացական երկաթուղու կառուցման այդ ծրագրով, մենք դառնում ենք լրիվ ուրիշ տիպի երկիր։ Մենք դառնում ենք երկիր, որը արդեն ազատ է իր տնտեսական ուղիների, իր քաղաքականության մշակման հարցում, եւ մենք արդեն այդ դրա շնորհիվ կկարողանանք պահպանել մեր անկախությունը, ինքնությունը եւ շատ կարեւոր է ժողովրդավարությունը, որովհետեւ այն ինչ որ այսօր մեզ թելադրում է Ադրբեջանը, դա առաջին հերթին ուղղված է մեր ժողովրդավարության ոչնչացմանը։ Իրանք իրենց մոդելը այսօր պարտադրում են մեզ, եւ Նիկոլ Փաշինյանը անում է դա խախտելով բոլոր օրենքները, սահմանությունը, օրենքները, տերոր հայտարարելով ընտրված համայնքապետերի նկատմամբ, ուղղակի բռնաբարելով սահմանադրությունը, երբ որ ինչ կապված է, ասենք, հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները, հասկանում եք, սա ինչ է, հանդուրժելի բան է։ Այնպես որ մենք առաջարկում ենք մեր խաղաղության ծրագիրը, որը պահպանելու է Հայաստանի անկախությունը եւ ժողովրդավարությունը։ Գիտեք, ես ծեր էջը քիչ փորձեցի ուսումնասիրել, հետաքրական գրառում Գադարաձեի, կուրգեի մեջ բերեմ, ծեր խոսքով իշխանությունը գխաղա եկեղեցվո մակրության եւ ազատության լոզունգներով ժողովուրդը բարակդելու համար։ Իսկ ինչով կդարբերի ընդդիմությունը, որ դարձյալ գօգտագործե հոգևոր եւ ազգային թեմաները քաղաքական նպատակներով։ Չէ, ես կներեք, ես նկատի եմ ունեցել հետեւյալը։ Եթե դու խախտում ես սահմանությունը, իսկ ինքը խախտում է սահմանությունը, որտեղ այն իմաստով որ եկեղեցու գործերում մեջ չպետք է չի կարող միջոցառել, ասենք ի՞նչ է կատարվել։ Հիմա կարգալույծ են արել, ասենք, բանին, Հովանավանքի քահանային, եւ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը գնալու է այդ պատարագին, որը այլևս ոչ մի լեգիտիմություն չունի։ Այսինքն ինքը ասում է, որ ես թքած ունեմ օրենքների սահմանության վրա, այդ եկեղեցու ավտոնոմիայի վրա եւ այլն։ Ես ուղղակի կպառակտեմ այս եկեղեցին։ Հիմա ով է այս ամեն ինչը սադրում եւ ով է խախտում սահմանությունը եւ օրենքները։ Սա քաղաքական ինչ որ բայկար չէ, պարոն Զուրաբյան, որովհետեւ մենք նկատեցինք, որ Կաթողիկոսին հանդեպ դժգոհությունը նորություն չէ 2019-ին նույն Փաշինյանն էր որ բայեց Կաթողիկոսը, եթե գիշեք, նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումի մասին է խոսքը։ Ինչ փոխվեցավ այսօր։ Քաղաքական ինչ որ ենթատեքստ մգա այստեղ։ Հետևյալը, Փաշինյանը հասկացել է, որ այս TRIP պրոյեկտը ստորագրելով նա ստանում է արևմուտքի անվերապահ աջակցությունը, որը նշանակում է, որ արևմուտքը, որը ներկայանում է ամբողջ աշխարհին որպես դեմոկրատական արժեքների, մարդու իրավունքների պաշտպան, աչք է փակելու նրա կողմից բոլոր խախտումների, բոլոր հարձակումների, հալածանքների նկատմամբ։ Այս անշանակում ինքը գիտի, որ ասենք ես շատ լավ հիշում եմ 2008 թվին ոնց էր արևմուտքը պաշտպանում մեզ Հայազգային կոնգրեսին, երբ որ մեր դեմ հալածանքներ էին կատարվում, հայտարարություններ էին անում, ճնշում էին իշխանությունների վրա, բանակցում էին, ասում էին նեցուկ էին։ Այո։ Իսկ հիմա լռություն, կատարյալ լռություն։ Գիտեք, ի վերջո ժողովրդավարության արևմտյան ժողովրդավարության սկզբունքներից մեկը այն է, որ սահմանությունը, օրենքները եւ ժողովրդավարությունը գործում է անկախ դրանից մենք գործ ունենք լավ մարդկանց հետ, թե վատ մարդկանց հետ։ Նիկոլ Փաշինյանը այսօր որդեգրել է մի սկզբունք, ըստ որի սահմանությունը կամ ժողովրդավարական արժեքները չեն տարածվում այն մարդկանց վրա, ում ինքը համարում է կոռումպացված, փչացած եւ այլն։ Ինքը կաթողիկոսին համարում է փչացած, կոռումպացված, հետեւաբար կարելի է խախտել սահմանությունը։
կարելի է խախտել եկեղեցու իրավունքները։ Ինքը Վարդան Ղուկասյանին համարում է փչացած, կոռուպացված, հետևաբար նրա վրա կարելի է գործ սարքել։ Ու մենք ամեն ինչում ենք այդ տեսնում։ Այդ ինչ խայտառակություն էր։ Այդ Գյումրիի դեպքերը ոչ միայն Գյումրիի դեպքերը, հա Գյումրիի դեպքերը, օրինակ Գյումրիի դեպքերը թե բան անենք։ Ասենք մի հատ հարց էլ, այդ հարցը ինչի ոչ ոք չի տալիս։ Ծանոթագիր ուղարկել են քննչական մարմինները Վարդան Ղուկասյանին։ Ուղարկել են ու նա հրաժարվել է ներկայանալ։ Այսինքն օրինակի համար դուք ունեք անհրաժեշտ ինչ-որ ռիսկային դեպքի մեջ եք, ասենք։ Հա, ունեք անհրաժեշտ ապացույցները, քննիչը կանչում է եւ որոշում է ընդունում կալանավորման մասին։ Այդ գործընթացին ինչը կարող էր խանգարել։ Այսինքն Վարդան Ղուկասյանը չի ներկայացել չիրեմ քննչական մարմին։ Ինչի համար են կազմակերպում այդ հատուկ ջոկատայինները, օպերացիաները, որ այսինքն երբ որ բաներ այտենց կարմիր բերետավորներ, մահակներով, բաներով հայտնվում են ժողովրդի հետ ինչ որ բաներ են, բախումներ են, ինչի է այս իմաստը որ այդ մարդը հրաժարվել է ներկայանալ ու նույն բանը կատարեցին Բագրատ Սրբազանի նկատմամբ Էջմիածին էլ փորձեցին եւ հələ դեռ անելու են, հələ դեռ էլի են փորձելու, եթե մեր հասարակությունը թույլ տա։ Այս ինչի է բարարվում։ Կարար չէ ինքը, ասենք, հանգիստ աներ այդ ամեն ինչը։ Ես դες բացատրեմ։ Սա ուժի ցուցադրում է։ Սա հասարակության պարակտման ցուցադրում է։ Սա ծառայություն է Ալիևին, որին ինքը պետք է զեկուցի, որ ես ազգայնական էլեմենտների դեմ, այսինքն կոշտ պայքարի մեջ եմ։ Փոխհատուցի ինձ։ Այսինքն այդ ինչ էր այդ Բագրատ Սրբազանի շուրջ սարքեցին մի ամբողջ, չգիտեմ, տերորիստական գործ եւ այլն, ձայնագրություններ, ապա հետո պարզվեց որ սա մոնտաժված է։ Որ լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը եղել։ Բայց այդ ընթացքում ամբողջ հասարակությանը ահաբեկում էին, ասելով որ տեսակ ինչ տերորիստ են, իսկ դուք դրանց պաշտպանում եք, հələ մա տենանք ով է պաշտպանում։ Հիմա նույն բանն են անում։ Նա ստաց, ասենք, բանը ԿՊԱ-ականներ ասում են, այս Վարդան Ղուկասյանին ով պաշտպանել է, ուրեմն ինքը Վարդան Ղուկասյանն է։ Մոռանալով, որ իրանք իրանք գործողություններով են դարձել այն, ինչի անունը իրանք դրել են Վարդան Ղուկասյան։ Այսինքն, սա էս ինչ բան է, սա ինչ կապ ունի ժողովրդավարության հետ, մարդու իրավունքների նորմեր, մենք արդեն բան ենք անում, ավարտում ենք ժողովրդավարությունը այս երկրում։ Ու ասում եմ, սա բնական ճանապարհն է, որտեղ եթե դու Ալիևի ծրագիրն ես իրականացնում անկախ Հայաստանում, դու պետք է ժողովրդավարությունը փակես։ Դու պետք է գնաս այտենց մասկի շոուների, այդպիսի տենց կարմիր բերետավորներով այդ բաներ ներկայացումների, ջարդուխուրդի եւ այլն։ Այս սրանով է բացատրվում։ Ուրիշ խնդիր չկա։ Այս մարդը շահագրգռված չի, նկատի ունեմ Փաշինյանին։ Հայաստանում համախմբան, բարենպաստ ինչ որ ներդաշնակ հանրային մթնոլորտ ստեղծելու գործում։ Հակառակը ինքը շահագրգռված է պարակտման, հակամարտության, հայհոյանքի տարածման, մեր հանրության մեջ բաժանման, իրար դեմ հանելու տարբեր հատվածները, այս process-ի մեջ է շահագրգռված։ Ու այն ինչ որ պետք է Իլհամ Ալիևին։ Էս անում էս մարդը։ Եվ կներեք, ես շատ հիմա արդեն շատ հանգիստ կարող եմ ասել հետևյալը, շատ բաներ, շատ զիջումներ ինքը գնում է անում է Ալիևին, ոչ թե որովհետև դա պետք է խաղաղության հաստատման համար, այլ որովհետև ինքը իրան պետք է այդ հզոր արտաքին աջակցությունը, որ ինքը կարողանա իր իշխանությունը պահպանի նաև բռնությունների, հալածանքների միջոցով։ Գիտեք, ձեր խոսքի մեջ կարևոր շեշտ մտերիք, մեր հասարակությունը, ասիկ, եթե թույլ դա, մենք կնկատենք, որ հասարակությունը ընդհանրապես մանավանդ եկեղեցու հարցով ինչու այսքան пассив է։ Այսինքն ես չեմ պատկերացնել, որ սպիրկի մեջ որևէ հայ մարդ անգախ ուզենա քննադատել Արամ Գաթողիկոսին եւ ադոր դիմաց գիտեք ինչ կնե հասարակությունը։ Ինչ կստեղծե, ինչ դինամիզմ կստեղծե։
Չի եղած ստեպը, այս 20-30 տարին, այսինքն ես չեմ ուզեր հայամատականներ տնել, բայց կրնապադայր որ Անտիլիասի մեջ ալ սխալներ կան, այսինքն ախնիկ չէ, բայց հասարակությունը հատկան անվերաբահ է իր ամբողջական աջակցությունը տալու։ Գիտեք ինչ։ Ինչ է դարբերությունը ծեր գարձիկով։ Ընդհանրապես ամբողջ պատմության մեջ եղել են ոչ սիրելի եկեղեցականներ, եղել են փչացած եկեղեցականներ, եղել են ի վերջո ասենք շնացած եկեղեցականներ, հիմա Հռոմի պապերի պատմությունը հիշենք, Բորջաներին հիշենք, որ ներկայիս Հռոմը մեծ տադերու մեջ է իմիջայլոց այդ։ Հա, հենց նույնն է ահավոր գումարներ ու տադեր են եւ։ Այո, կապված պետոֆիլիայի, չգիտեմ, սեքսուալ ինչ-որ բաների։ Ֆրանսիայի մեջ ահավոր տադերու մեջ են իրենք։ Հա, բայց ոչ մեկի մտքով չի անցնում սկսել վարկաբեկել կամ չգիտեմ, բաներ հատուկ ջոկատայիններով գրավել, ասենք, եկեղեցիներ, ինչ որ եպիսկոպոսների, չգիտեմ ինչերի։ Այո, եպիսկոպոսների վրա եթե գործ կա, տանում են քննում են։ Բայց հասարակությունը ուր է, պարոն Զուրաբյան, ես այդ կհարցնեմ։ Հասարակությունը այսպես անդարբեր է այսինքն։ Ասեմ ինչ են արել։ Աշխատում է հզոր ռոպագանդիստական մի ինչ ասեմ, պլան եւ սխեմա։ Այսինքն հասարակությանը բացատրում են եւ Նիկոլ Փաշինյանին օգնում են այդ գործում իր թիկունքում կանգնած ուժերը բացատրում են հետեւյալը, որ այս բոլորը եկեղեցականները, չգիտեմ, Վարդան Ղուկասյանը, բոլորը արդեն մեզ են սկսել այդ բանի մեջ մտցնել հայազգային, հա, որ այս բոլորը ուրեմն բանա բոլոր ով որ հարցականի տակ է դնում կամ դիմադրում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, դրանք բոլորը Ռուսաստանի ագենտներն են, որովհետև Ռուսաստանը հայտարարել է մեզ հիբրիդային պատերազմ։ Հետևաբար հանուն իբր թե հանուն Հայաստանի անկախության մենք կարող ենք բոլորին հետապնդել։ Ամեն ինչ արդարացված է։ Ամեն ինչ արդարացված է։ Մենք պատերազմի մեջ ենք եւ ամեն միջոցի ամեն ինչ արդարացված է։ Ինչ ժողովրդավարություն, ինչ բան, դրանց չի ասնում ժողովրդավարություն։ Բոլորին պետքա բան անել, ոչնչացնել։ Այսինքն մեր իշխանությունը այդ հիբրիդային պատերազմի մոդելը, որը իրականում բան է, ինչ ասեմ, ռոպագանդիստական, քարոզչական մոդել է, ինքը մտել է դրա մեջ, ինքը իրականում հայտարարել է հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ, բայց այդ ռոպագանդիստական սխեմայի տակ, որի տարածմանը օգնում են նաև այդ ազդեցիկ ուժերը, որ իր հետևը կանգնած են, նրանք կարողանում են բթացնել ժողովրդի դիմադրությունը։ Եվ իսկապես շատերի մեջ այդ կասկածը մտել է։ Եվ բանը հզոր ռոպագանդիստական միջոցներ են աշխատում այդ ուղղությամբ։ Ժողովրդին շեղել են Նիկոլ Փաշինյանի կատարված կատաստրոֆիկ սխալներից, որի պատճառով Հայաստանը կործանվեց այս պատերազմում, կորցրեց իր պաշտպանունակությունը, կորցրեց իր բանը առանցքը, կորցրեցինք Արցախը։ Արցախը կրկնեց Բիթլիսի, Մուշի եւ չգիտեմ Էրզրումի ճակատագիրը։ Հիմա այս ամեն ինչից պետքա շեղել, սա ոչ թե Նիկոլն է մեղավոր, սա մի հատ կոնկրետ հիբրիդային թշնամի կա, որի դեմ պետքա պայքարել։ Իսկ ով որ Նիկոլի դեմ է, ռեալ դեմ է, ուրեմն ինքը այդ հիբրիդային պատերազմի մեջ է։ Շատ պարզ քարոզչական սխեմա է, որին այո, զգալի հատված մեր հասարակության բան անում, անթառաչա գնում։ Բայց հա, այստեղ ու երկրորդ էլեմենտը կա, որի մասին ես արդեն խոսեցի, որ արևմուտքը հասկանալով եւ գերադասելով իր շահերը այստեղ, գերադասելով իր աշխարհակահաղական շահերի հետապնդումը, այս ժամանակաշրջանում հրաժարվել է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանի իր առաքելությունից։ Եվ դա նույնպես ստեղծում է խնդիր, որովհետեւ մարդիկ խոցելի են զգում, անպաշտպան են զգում։ Իսկ մենք հասկանում ենք, որ
ժողովրդավարության համար պայքարում սահմանական նորմերի պահպանության, մարդու իրավունքների, մեր քաղաքացիական ազատությունների պաշտպանության հարցում մենք մնացել ենք մենակ, այսպեսի բան չի եղել երբեք։ Մենք մնացել ենք մենակ։ Ամբողջ ծանրությունը ընկել է մեր ուսերի վրա, հասարակության ուսերի վրա։ Հիմա հասարակությունը ուժ կգտնի այդտենց մենակ պայքարելու։ Սա մեծ հարց է։ Ու այս հարցը գլխավոր հարցն է գալիս։ Եվ այս հարցը ունի լուծում։ Ինչ է լուծումը։ Այս հարցի լուծումը ես իզուր չհիշեցի 88 թվի շարժման գաղափարը, այս հարցի լուծումը համաժողովրդական շարժման հայկական օրակարգով համաժողովրդական շարժման ստեղծումն է։ Եվ դրա մեջ ամենամեծ բանը, դերակատարությունը ունեն այն քաղաքական ուժերը, որոնք մտածում են ռացիոնալ, իրատեսական, ունեն հարգանք ժողովրդավարության նկատմամբ։ Գան այս հունդերը մեր հասարակության մեջ, այս համահայկական օրակարգը, բայց ես կարծում եմ մի քիչ կա թերագնահատում այս բոլոր խմբերի մեջ, իրավիճակի վտանգների թերագնահատում կա, սպառնալիքների թերագնահատում կա։ Որովհետև գիտեք, այդ նույն բաները, ասենք Գերմանիայում էր, չէ, կատարվում 30-ական թվականներին, երբ որ ասենք, չգիտեմ, Հիտլերը գնում էր կոմունիստների հետևից, դե ասում են, դե կոմունիստները վատն են, էլի, իսկապես իրանց պետք է ոչնչացնել, հետո հանգիստ ապրենք, հետո, չգիտեմ, սոցիալ-դեմոկրատների հետևից, հետո հերթով գնում են, ամեն մի խումբ ասում էր, դե լավ, դա մեզ չի վերաբերվում։ Հետո զգում են, որ իրենց թրան ինչով ավարտվեց։ Հիմա մենք այդ process-ի մեջ ենք գտնվում։ Մենք այդ process-ի մեջ ենք գտնվում, որովհետև խումբ առ խումբ հայտարարվում են ժողովրդի թշնամիներ, հիբրիդային պատերազմի, չգիտեմ, բանը, չգիտեմ, ջոկատներ, որոնց դեմ պետք է պայքարել, ոչնչացնել։ Հասկանում եք, ու ամեն մի խումբ մտածում է, դե ես դրա մեջ չկամ։ Այդ իրանք երևի ինչ-որ տվյալներ ունեն, երևի ինչ-որ իսկապես այդ մարդիկ ինչ-որ բաների մեջ են եւ այլն, ու սենց այդ փոխադարձ ինչ-որ համախմբվելու, միավորվելու այդ բանը դեռ չկա այդ իմպուլսը։ Բայց ես կարծում եմ դա լինելու է, որովհետեւ ընտրություններուն կրնալալ։ Հիմա գիտեք, ես առաջ պատկերացնում էի, որ ընտրություններից առաջ պետք կարելի է այդ բանը շարժումը ստեղծել եւ բավականին լուրջ քննարկումներ կատարեցինք տարբեր ուժերի հետ եւ այլն։ Հիմա ես էլի չեմ համարում հնարավորությունը ավարտված, որովհետեւ կարծում եմ, որ այնուամենայնիվ հիմա մի քանի ուժ կա, որ կարող են միավորվել եւ այդ շարժումը ստեղծել։ Բայց խնդիրը այնպեսին է, որ գիտեք, իհարկե լավ կլիներ ընտրություններից առաջ ստեղծվեր։ Ու ես համարում եմ ընտրությունները լավ մոբիլիզացիոն գործիք են, այսինքն եթե դու առաջ ունես ընտրություններ, այդ շարժման մեթոդները, շարժման հնարավորությունները բազմապատկվում են։ Բայց մեծ հաշվով խնդիրը անկախ ընտրություններից գոյություն ունի։ Շատ կարևորը միջև ընտրությունները հասցնել։ Բայց անկախ ընտրությունից այս խնդիրը գոյություն ունի, որովհետև մեզ տանում են, նորից կրկնում եմ այս բառը, դոկտոր Գևորգյանի ճանապարհով։ Հայաստանի էվթանազիայի հաճելի մահվան ճանապարհով։ Էսա բանը, Նիկոլան ասում է, հա մանրից հանձնենք, մեր բավարարենք նրանց պահանջները, կապված ինչ էլ պահանջեն, պետք է անենք։ Պետք է անենք, որովհետև ուրիշ ճար չունենք։ Վաղ ասում է, չէ, պահանջելու են ադրբեջանցիների վերադարձ։ Օրինակ պատկերացրեք, այս ամեն ինչ եղավ, Զանգեզուրով այդ բանը ստացան, ամեն ինչ գնում է, ինչա ադրբեջանական պետությունը ինչ որ բանի առաջ կանգնելու, հա, չեն գալու ստեղ բան անեն, մարդկանց բնակեցնեն, պահանջեն անգամ, որ մարդիկ վերադառնան։ Այդ սա ունեն, չէ, այդ սա պլանները։ Ինչ ենք անելու։ Օրինակ ես մի կարևոր առաջարկ ունեմ, որը կարծում եմ մենք պետք է մեր ապագա նախընտրական նաև պայքարում օգտագործենք, հետևյալն է։ Մենք պետք է հասկանանք, որ եթե ասենք
կարգավորվում է, սահմանները բացվում են, չէ՞, մենք գիտենք, որ կան պետություններ, որոնք ունեն ինչ որ, ասած ասեմ, կասկածելի օրակարգեր կապված մեր երկրի հետ, ասենք ժողովրդական իրավիճակը փոխելու եւ այլն, ասենք Ադրբեջանը ու Թուրքիան առայժմ կներեք, ինչ ուզում եք ասեք, անգամ եթե խաղաղությունը կնքվի, մենք չունենք լիակատար վստահությունը։ Այդ վստահությունը պետք է կառուցվի, չէ՞, 10 Բնականաբար։ Հա, ես առաջարկելու եմ եւ մենք անպայման դնելու ենք մեր նախընտրական ծրագրում հետեւյալ բանը, որ մենք նաեւ ոնց որ ասենք ամերիկացիք ունեն, չէ, most favored nation status, այսինքն բարեկամ երկրի ստատուս։ Այսինքն երբ որ Ամերիկան շնորհում է այդ ստատուսը որևէ երկրի, դա նշանակում է այդ երկիրը ունի, չէ, բացի դրանից ունի հատուկ առավելություններ։ Նրա քաղաքացիները, ինվեստմենտի, չգիտեմ ինչի, բանի եւ այլն, մենք պետք է նույն բանը մեր օրենսդրության մեջ մտցնենք, այսինքն մենք պետք է ունենանք բարեկամ երկրների, հա, նախասիրելի կամ բարեկամ երկրների ստատուսը, որը կարելի է տալ օրինակի համար Ֆրանսիային, միգուցե Իրանին, Վրաստանին, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում մենք պետք է հապաղենք։ Ինչու՞։ Զգուշ պետք է։ Պետք է զգուշ լինենք։ Մենք պետք է պայմանավորենք այդ ստատուսի տրամադրումը, շնորհումը ինչ որ քայլերով իրանց կողմից եւ գառուցվող վստահությամբ, որը ասենք։ Մենք ճանապարհային քարտեզ պետք է կառուցենք։ Պետք է ասենք շատ լավ խաղաղության մեջ ենք, ճանապարհները բացված են, բայց այս առավելությունը Թուրքիա ու Ադրբեջան դուք կստանաք, եթե մենք տեսնենք հետևողական քայլեր վստահության վերականգնման մեր շահերի պաշտպանության նույն Ադրբեջանում եւ Թուրքիայում, այսինքն մենք պետք է ճանապարհ անցնենք վստահության կառուցման, confidence building-ի։ Ու սա շատ կարևոր գործիք է, որը մենք պետք է ներդնենք։ Այսպեսի հազար մի բան է կարելի անել, բայց այն ինչ որ անում է Փաշինյանի կառավարությունը, դա անձնատուր լինելու բան է, քաղաքականություն է։ Ուրիշ բան չի։ Նրանք անձնատուր լինելու քաղաքականություն, որտեղ իրենք ասում են, դե ինչ կարանք անենք։ Ոչ մի ճար չունենք։ Մենք ունենք ճար։ Իրականում այս երկիրը ծնկներից բարձրանալու խնդիր ունի։ Բայց դա կարող է անել մի իշխանություն, որը ասենք 7 անգամ չի նվաստացվել Իլհամ Ալիևի կողմից։ Սա հոգեբանական խնդիրներ էլ կան։ Այդ մարդը արդեն գիտի, որ ինքը իրանց ջիրաններում է, նկատի ունեմ Փաշինյան, գիտի, որ արդեն ինքը ելք չունի։ Ինքը հոգեբանորեն էլ է կոտրված այդ մարդկանց առաջ։ Ինքը ունի իր վախերը, ինքը գիտի իր կախվածությունը, էլեմենտար հարց։ Ինչ եք կարծում, չի կարող Ալիևը 10 րոպեում տապալել Փաշինյանի ռեժիմը։ 10 րոպեում։ Ինչ է դրա համար պետք, ընդամենը մի քանի կրակոց սահմանում։ Հենց որ արեց դա, մեր հասարակությունը կհասկանա, որ միակ բանը, որ այսօր Փաշինյանը փորձում է ծախել մեր վրա, այսինքն, որ ես բերել եմ խաղաղություն, տեսեք, այս երեխան ծնվել է, արդեն չգիտեմ, մի տարի ու կես կրակոց չկա, վերջը, վայելեք այս խաղաղությունը։ Չէ, այս իր գլխավոր հաղթաթուղթն է, այդ հաղթաթուղթը կփլուզվի 10 րոպեում։ Ու դրանից հետո Փաշինյանին ռեժիմը հիմնավորող, ամրապնդող, հենող, որևէ բան չի մնա։ Բայց դա ինչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ Փաշինյանը ամբողջությամբ գտնվում է Իլհամ Ալիևի ղեկավարման ներքո։ Ամբողջությամբ կախված է նրա քմաճույքներից։ Եվ եթե այսօր Ալիևը բացում է տրանզիտային ուղին, չէ, հիմա ասեն, թմկարեցին, որ բացում է, ողջունելի քայլ է, իհարկե լավ քայլ է, եթե սկսեն, ասենք, Բեռներ գալ նաև Ադրբեջանի տարածքով, բայց իմ ասած այդ հարցերը չի լուծվում դրանով, լավ ուղղությամբ ինչ-որ քայլ է, բայց չի լուծում մեր անկախության հարցը, նկատի ունեմ տնտեսական։ Շատ ավելի դարերային խնդիրներ ունեն։ Չէ, նախ եւ առաջ նաև ընդգծվում է, որ ամեն ինչ կախված է Ալիևի քմաճույքից։ Ասենք այսօր կբացի, վաղը կփակի եւ այլն, այս
լավ քայլ է, բայց դա վերջնական լուծում չի, որը մեզ կարող է բավարարել եւ ավելին ասեմ ձեզ։ Սա նաեւ ընդգծում է այն խնդիրը, որի մասին ես խոսեցի, որ Փաշինյանի ռեժիմը գտնվում է կատարյալ կախվածության մեջ Ալիևից։ Հայաստանին պետք է նոր իշխանություն, որը մի կողմից կլինի հաշտության կարգավորման, հարաբերությունների կարգավորման, նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այդ գծի ջատագովը, աջակիցը, միևնույն ժամանակ, որը գիտի, որ դրա համար կան, ինչ ասեմ, ինչ որ սահմաններ զիջումների, կան, ասենք, ուղիներ կառուցելու այնպիսի գործիքներ, որոնք Հայաստանին դարձնում են ավելի անկախ։ Երկաթուղու խնդիրը ասեցի, այդ բարեկամական երկրի ստատուսի, հանգույցի վերածելու, հանգույցի, այո, միջանցքը հանգույցի վերածելու, ի վերջո վերանորոգելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նորից եմ ասում, ես նրա կողմնակիցը չեմ, որ մենք սատելիտ դառնանք Ռուսաստանի կամ ղեկավարվենք վասալային, չէ։ Այսօր մենք Ադրբեջանի վասալային պետություն ենք, որը եթե անգամ համաձայնում ենք, որ ժամանակին եղել ենք Ռուսաստանի վասալային պետությունը, հիմա ավելի վատ ստատուս ենք ստանում։ Բայց հարցը դա չի, ես համաձայն չեմ որևէ երկրի վասալային պետություն լինել, բայց դրա համար դու պետք է գործիքներ կառուցես։ Փաշինյանը դա չի անում։ Փաշինյանի այս քաղաքականությունը տանելու է մեզ, ասած ասեմ, տևական, հավերժական զիջումներ, չգիտեմ, անձնատուր լինելու այս ուղղությամբ։ Սրա վերջը պետք է տալ, ու ես ամենայն պատասխանությամբ պնդում եմ, որ դրա համար դա ոչ մի կերպ չի վնասելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտության գալու ծրագրերին, խաղաղություն հաստատելու ծրագրերին, հələ մի բան էլ ասեմ ձեզ, ավելի կնպաստի, որովհետև Ադրբեջանը կգնա ավելի, sense ասեմ, մեծ կամքով կգնա մեր այդ խաղաղության եւ վերջապես իր ստորագրությունը կդնի այն փաստաթղթի տակ, որտեղ այդ ստորագրությունը մինչեւ այսօր բացակայում է հակառակ մեր բոլոր զիջումների, ինքը կգնա այդ հաշտության ու խաղաղության ավելի վճռական ու ավելի կամեցող, եթե տեսնի, որ դեմը դիմադրության որոշակի պաշար ունեցող, ինչ որ բան ռեսուրսներ հայթայթող, գտնող պետություն է, որը նաև կարող է անկախ քաղաքականություն կառուցել տարբեր երկրների հետ, հզորացնելով մեր երկիրը։ Այս ճանապարհը հաշտության, որ մենք ենք առաջարկում, շատ ավելի ճիշտ ոչ միայն արժանապատիվ, այլ իրատեսական բան է։ Ես հենց հակառակ ասում եմ, Նիկոլի առաջարկած ուղին մեզ խաղաղության չի տանում։ Մեզ տանում է մի խաղաղության, որի պահպանումը բացառապես կախված է Ալիևի քմաճույքից։ Այս է ամենամեծ խնդրեմը։ Չի կարող կառուցվել խաղաղություն, որը կախված է Ալիևի քմաճույքից։ Մեզ պետք է խաղաղություն, որը չի կախված Ալիևի քմաճույքից։ Այդպիսի խաղաղություն Փաշինյանը ի վիճակի չի սարքելու։ Շնորհակալ եմ, անկեղծ զրույց էր, իսկապես մեր ակնթիներն հիշեցնեմ, որ հյուրս Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էր եւ անշուշտ հորդորս ցեզի հարգելի ակնթիներ, անկախ մամուլի ճանապարհին մեր գործունեությունը խտանելու համար մեկնաբանեցեք, դարաձեցեք մեր տեսանյութերը, այդպիսով խտանած գլակ այդ առաքելությունը, բարի մնացեք։